Բարև երկիր, բարև ազգ։ Գիտեք, կամ եթե չգիտեք, իմացեք, որ ես մուսայով եմ լայվ անում, այսինքն եթե ասելիքս հավես չունեմ ասելու, մեջս չի եռում, ապա չեմ ասում եւ ասում եմ, խոսում եմ այն դեպքում, երբ որ իրոք ասելիք կա կուտակված կամ իսկականից դրա ժամանակն է։ Եվ ես ուղիղ եթերին հիմք հանդիսացավ իմ շատ հարգելի, սիրելի Facebook-յան ընկերներից մեկի նամակը, ով մի շարք խորհուրդների եւ առաջարկների ֆոնին հետեւյալ հարցը հնչեցրեց, որ երբ որ ինքը ընտանիքում ասում է, որ ընտրելու են մեզ, ձայնը տալու են մեզ, ընտանիքում ասում են ողջամտորեն, որ ախր դու գիտես նրանք փոքր ուժ են, ձայնդ անիմաստ կկորի, ձայները կկորեն։ Միայն այդ դրվագով եմ հիմա ուզում անդրադառնալ, այս ուղիղ եթերը միայն դրա մասին է, ավելի լայն թեմային ձայների փոշիացման եւ այլ դրան դեռ կանդրադառնամ։ Ուրեմն սկսենք նրանից, որ ձայները կկորեն, եթե մարդիկ մեզ ձայն տան, նրանց ձայները կարող են կորել։ Ու ես այստեղ ուզում եմ մի թեթև մի քանի հարց ուղղել հռետորական բնույթի։ Ժողովուրդ, դուք ամեն օր ապրում եք մի երկրում, ամեն օր, որտեղ ձեր պահանջը, խնդիրը, ձայնը սենց թե նենց կորած է, չի լսվում, չկա։ Դուք դարդ եք անում ձայները կորելու մասին, հարգելի ժողովուրդ։ Ձեզանից այդ որ մեկի ձայնն է լսելի, որոշիչ այսօր մեր երկրում, որ դուք մտածում եք կարող է ձեր ձայնը կորի։ Նույնիսկ պարլամենտում նստած մարդիկ այսօր, եթե ինչ որ բան մի քիչ այս կողմ են կողմ քվեարկեցին, օրինակ իշխող կուսակցությունից, ապա նրանք ուղղակի զրկվում են պատգամավորական մանդատից։ Նրանց նկատմամբ կամ լուր հեռանում են կամ հարուցվում են քրեական գործեր, վառ ապացույց Հովիկ Աղազարյանի դեպքը։ Դուք կարծում եք, որ դուք ձայն ունեք, որ մի հատ էլ կարող է կորի։ Դրա մասին է խոսքը։ Դատավորներ են ազատվում աշխատանից, բարձրագույն դատական խորհրդի ղեկավարն է իր պաշտոնը լքում, որ անկախ է, վարչապետի հետ ընդհանրապես կապ չունի։ SMS-ով դուք կարծում եք, որ դուք ձայն ունեք, որ մի հատ էլ կարող է ձեր ձայնը կորի։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտնական ղեկավարը ընդհանրապես, որը ոչ արտգործնախարարության ներկայացուցիչ էր, ոչ էլ, ընդամենը այն պատճառը, որ անտերության էր մատնված ԱՄՆ փոխնախագահի այցը եւ հետո պրոտոկոլը խախտվե, դուք ինչ գիտեք պրոտոկոլը, որն այ փնթին էր մի հատ է պրոտոկոլը խախտվե։ Ընդ գրած դրած էր, որ գիրքը պետք է տա, նա ուրիշ գիրքա տվե, պրոտոկոլը խախտվե։ Որ գիրքը պետք է տար, որ սխալվե ամերիկյան մամուլի 1905-1921 թվականների մամուլի տեսությունը ներկայացնող Արցախայության կոտորածների մասին մի գիրք է տվել։ Ամերիկյան մամուլից ուրեմն այսպես վերցված։ Դուք կարծում եք, որ դուք ձայն ունեք ու դա կկորի։ Ու եթե դուք հանգարց մեզ ձայն տաք, ձեր ձայնը կարող է հանգարց կորի։ Միջև այդ ձեր ձայնը գիտեք, հնչում էր ազգային ժողովի ամբիոնից, ձեր ներկայացուցիչները գտնվում են ազգային ժողովում, ձեր ներկայացուցիչները, ձեր շահերի պաշտպանները գտնվում են կառավարությունում, նույնիսկ ոստիկանությունում, ամենաշատը, որ դուք ձայն ունեք, այդ ձեր բալեքն են այսօր սահմանին կանգնած։ Այդքան տեղ կա, որ դուք ձայն ունեք, այն էլ ինչի եք ընդեղ կանգնած, որովհետև գյուլի բերանա, որովհետև ոչ ոք այս եղածներից չի ուզենա ընդեղ կանգնի, չի ուզենա, որ իր երեխան ընդեղ կանգնի,
կամ եթե շոուի համար էլ դնեն, մի ամբողջական սպեցնազ ջոկատ անվտանգությունը ապահովելու համար այնտեղ կողը կանգնած կլինի։ Բա բոլորին դեմ եմ շարժումը ձեր կարծիքով ինչի մասին է ժողովուրդ, եթե մտածում եք ձայներ կորցնելու մասին։ Հիմա այս դրվագով ես կխոսեմ բոլորին դեմի անունից։ Բոլորին դեմ եմ նախաձեռնությունը հենց ձայները չկորցնելու մասին է։ Բոլորին դեմ եմ, երբ որ ասում եմ 1% պիտի իջնի անցումային շեմը, հենց այդ ձայները չկորցնելու մասին է։ Բա ինչքան պետք է դուք տենց վախենաք, որ մեր ձայները կկորի։ Ինչքան եք պատրաստվում վախենալ։ Բա բոլորին դեմ եմ հենց այդ է ուզում անի։ Ուզում է ընտրական համակարգը այնպես փոխի, բարեփոխի, որ ձեր ձայները չկորի։ Անցյալ 21 թվականի ընտրություններին 200,000-ից ավել, եթե չեմ սխալվում, 250,000-ի կարգի ձայն է փոշիացել։ Այսինքն ձայն է կորել։ Բա բոլորին դեմ եմ ինչ է ուզում անի։ Դուք մեզ որ ձայն տաք Հայկ Մանասյանի հիմնադիրներին, որ դուք ձայնը տալու եք բոլորին դեմ եմ քաղաքական շարժումին։ Մենք բոլորին դեմ եմ դրոշով ենք դուրս գալիս ընտրապայքարի։ Բա դրա մասին է մեր պայքարը։ Բոլորին դեմ եմ նախաձեռնությունը, շարժումը, հենց դրա մասին է, որ ձեր ձայները չկորի։ Պատկերացնում եք, այսինքն եթե դուք ձայների կորստյան մասին հոգս եք տանում, ապա կա քաղաքական միավոր, որ իր կարճաժամկետ խնդիրների մեջ դրել է մի քանի 3 խնդիր, որից մեկը հենց ձայները չկորելու խնդիրն է։ Բայց եթե պետք է գնաք ընդեղ էլ քվյարկեք ու ձեր ձայնը կորի, բա ում է պետք ձեր ձայնը ընդհանրապես, հարգելիներս։ Հովանես Մկրտչի մասին, ով ազդարարում էր Հիսուս Քրիստոսի գալուստը, Մեսիայի գալուստը, այսպիսի բան կա, ձայն բարբարոյ անապատի, անապատում կանչողի ձայնը, այդպես էր կոչվում։ Մի քանի իմաստներ ունի, որոնցից մեկը այդ կորած ձայն, անապատում կանչողի ձայն, որը ոչ ոք չի լսում։ Հովանես Մկրտչի մասին բոլորը կարծում եմ գիտեք։ Բա այդպես է սկսում։ Անապատում կանչելով, բարբարելով է սկսում։ Բա դուք ինչ էիք ուզում։ Բա ինչքան եք պատրաստվում գա մի օլիգարխ, ես արդեն իմ անունից եմ խոսում։ Ինչքան եք պատրաստվում գա մի օլիգարխ իր միլիարդներով, ինչպիսին անպայման Ռուսաստանի անծայրածիր տարածքներում կգտնվեն, անպայման, Հայաստանում էլ քիչ չեն, միլիարդավոր դոլարներով օլիգարխի և վարչական ռեսուրսը չարաշահող իշխանությունների միջև, ինչքան եք պատրաստվում դուրք, ձայն չկորելու խաթր երկընտրանքի գնաք, ինչքան եք պատրաստվում, էդ է մեր քաղաքական համակարգը, կամ օլիգարխ պետք է լինես, միլիարդանոց, բազմամիլիարդատեր, սկզբում պետք է Forbes-ի ցուցակներում լես, որ նոր Հայաստանում անունդ գրեն ընտրացուցակներում, քվեաթերթիկներում, միջև Forbes-ի ցուցակում չհայտնվես, Հայաստանում չես կարող ընտրությունների մասնակցես, կամ պիտի երկիրը գոնե տենց կեսը սենց կդրած ինչ-որ մեկին հանձնած լնես, կապ չունի ում, Ռուսաստանին հանձնած կլնես, Ադրբեջանին հանձնած կլնես, Թուրքիային հանձնած կլնես, էական չի։ Երկիրը կեսից պետք է կդրած հանձնած լինես, որ ձայնը տլնի, անունը տլնի էդ քվյա ընտրական թերթիկներում։ Հիմա ինչքան եք պատրաստվում ձայն չկորելու խաթր, ես երկուսի մեջ սենց գնաք յանի տենց արդյունավետությանն եք, էլի ուղված, ափսոսա ձենս չկորի, էդ երբ դարձակը տենց աչքաբաց, տենց ֆայմող ու տենց տնտեսող ձեր ձայնը, հարգելի ժողովուրդ, էդ ոնց տենց եղավ, էդ հո կորի, դու քո համոզմունքը
քո բարոյական համոզմունքը, քո գաղափարական համոզմունքը գնա ու քվեով ներկայացրու։ Ձեր կարծիքով ի՞նչ է, մենք էս տարի ու կեսա որ խոսում են քաղաքական պայքարի մեջ մտնելու մասին, մեզ թվում է թե այս գիշատիչների մեջ ժողովուրդը գալու է ասի այ ձեր ցավը տանեմ, ես ինչ լավ է եկեք ձեզ ընտրեմ, մենք է շվարել էինք, չգիտեինք ում ընտրենք։ Մենք մեր ցեղին ճանաչում ենք, շատ լավ, ես ինչ ասում եմ իմանուց եմ ասում։ Ես իմ ցեղին շատ լավ եմ ճանաչում։ Այն որ ազգ ենք ասում, շատ լավ եմ ճանաչում։ Եվ անկախ նրանից ինքը ինչքան ինքնասիրահարված է, եւ մեծամասամբ, էլի, մեծամասամբ։ Կա ստեղծագործ փոքրամասնություն, անտարբերության եւ ընկճախտի մեջ, այսպես մի կողմ քաշված։ Ես իմ ցեղին լավ եմ ճանաչում։ Այսօր մի հատ միտք լսեցի, ընկերս մի հետաքրքիր միտք ասեց, միտքը էր, որ հատկապես գյուղերում ջերմ բարևներս ընդհանրապես բոլոր գյուղերի բոլոր ժողովրդին։ Բայց ժողովուրդ ջան, մի բան պետք է ասեմ, եկեք ինչը ճիշտ եմ ասում, եկեք ընդունեք էլի։ Ասում եմ ժողովուրդը միջև հիմա հələ այն հին ազդեցության տակ է, որ այ Սերժը, այ չգիտեմ Քոչարյանը, հələ Քոչարյանի ու Սերժի շուքի հետ են կռիվանում, գնում Նիկոլ են ընտրում։ Ու ես հիշեցի մեր գյուղը Ախալքալակում, որտեղ որ նստում էին, խոսում էին մեծերը, տարեցները ավելի ճիշտ է տենց ասել։ Տարեցները որ նստում խոսում էին, Գորբաչովին էին անիծում։ Մինչև էս վերջերս էլ Սովետ միությունը փլուզվել էր մի քանի տասնամյակ, նստում էլի քննարկելուց Գորբաչովին էին անիծում, Գորբաչովին էին քննարկում, որ այ Գորբաչովը արեց, սաղ ինչ արեց, Գորբաչովն արեց։ Ուտեղ մեջս միտք առաջացա, որ այ մարդ գյուղերում հա էլի տենց է։ Գյուղերում մարդիկ այտենց եթե Գորբաչովի շրջանից միջև հիմա ողջ մնացած լինեին, հələ Գորբաչովին ու Պերեստրոյկան էին մեղադրելու։ Իսկ այս Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ ընդհանրապես այդ շրջանը ապրած ժողովուրդը հələ մի 50 տարի էլ ինչքան որ ապրելու է։ Սերժին է քննարկելու գնալու է Նիկոլին ընտրի, որ հանգարտ Սերժը չգա, թեև Սերժ Սարգսյանը չի էլ բան արել։ Ամեն այդպես իրանց կուսակցությունը հայտ չի էլ ներկայացել պարլամենտական ընտրություններին մասնակցելու, բայց մարդիկ էլ իր շուքի հետ կռվելով գնալու են էլի Նիկոլին ընտրեն։ Այդպես գյուղերում ընդունված է։ Եկեք ընդունեք, որ տես բան կա, էլի։ Հա, իսկ Հակոբը լավ բան ասում է, այսինքն չգնացի, չընտրեցի ու ինչ չի կորում տենց։ Էդի մի այլ տեսակ ձայնի կորուստ է։ Չէ նկատի ունեն այնպիսի մեկին քվյարկեն։ Մարդիկ այդ նկատում, այնպիսի մեկին, որը գիտեն, որ անցնելու է։ Ժողովուրդ, այդ ինչ է, ձենը այդ ինչ է։ Էդի փողա, այդ ինչ ասում ես չկորի, թո տոկոս տա, այնպես բանկում դնեն, որ չկորի։ Դա քո բարոյականությունն է։ Այդ ձայնը այդ քվեն, ձեր բարոյականությունն է։ Հասկացաք։ Միտքը հասկանում եք, այդ երբ դարձաք այդպես աչքաբաց, դա ձեր համոզմունքն է, դա ձեր խիղճն է, գնակորին որն է այ մարդ, ասենք Արցախյան պատերազմ նահանջելով հետ էին գալի, նահանջ, ու մարդիկ իրանց կյանքն էին դրել դրա համար, մարդիկ կյանք էին դրել դրա համար, ձեր չափ չէին հասկանում, որ կկորի։ Ամեն օր քաղաքական քաշքշուկների աշխատանքի այսօր մենք էլի դրանով ենք զբաղված։ Ու դրա դեմից մենք մի քոր կոպեկ չենք ստանում։ Ուզում եմ ասեմ, չի որ դա եկամտաբեր բան է, հակառակը։ Դա լուրջ ազդում է մեր բուն աշխատանքի վրա, մեր բուն մասնագիտական, այսպես ասած, մարքեթինգի վրա, եթե կարելի է տենց բառը, շատ լուրջ է ազդում։ Ընդհանրապես, եթե չգիտեք, ասեմ իմացեք, բժշկական աշխարհում չեն սիրում քաղաքականությամբ զբաղվող եւ քաղաքականությամբ հետաքրքրվող բժիշկներին։ Չեն սիրում, մեծամասամբ, ոչ բոլորը։ Բայց մեծ մասը պահանջում է, որ բժիշկը պետքա քաղաքականապես լինի նեյտրալ։ Ну, տրադիցիոն հնուց այդպես է գալի։ Եվ եթե մի բժիշկ սկսել է քաղաքականությամբ զբաղվել, գոլեգան, որ միշտ դիմում էր այդ բժշկին,
Միշտ հիվանդ էր ուղարկում այդ բժիշկին, ասում է, այս արդեն ոնց որ կարդալու հետ հավես չունի, մասնագիտականը ոնց որ թույլատրել է։ Երևի էլ մասնագիտականով չի ուզում զբաղվի, որ քաղաքականություն է անում։ Դա էականորեն ազդում է մասնագիտական ու հատկապես եկամուտների ու ֆինանսների վրա։ Այսինքն այդ կորելու մասին մենք չենք մտածում, ներողություն։ Կամ երբ որ մտնում ես քաղաքականություն, ինչի համար ես գնում։ Հանրային բարիքի համար։ Հանրային բարիքը ստեղծելու, պաշտպանելու, բաշխելու այս հարցերի համար։ Բա եթե հանրային բարիքի համար չեք ուզում, մի այսքան ռիսկի գնաք։ Կարող է եւ ձեր ձայնը կորի։ Էդ ի՞նչն է փոք կորելու, այ ընկեր։ Հողը տա կորելու, կյանք տա կորելու, հարազատ ես կորցնելու ընտանիքի անդամ, ես ինչ ես ասում, ձայնս բավոր կորի, յանի այդ ձայնը տես տակը դրած, քեզի տակ էր պահում, հնիլ կարողա կորի, հա, դա ձեր բարոյականությունն է, այ բարոյականություն կարա կորի, եթե դու ձայն կորելու մասին ես մտածում, դա հաստատ եմ ասում, եթե քո բարոյականությունը, քո խիղճը, քո համոզմունքը քեզ մի բան է թելադրում, բայց դու ձայն չկորելու խաթր գնում ուրիշ բան ես ընտրում, այ դու դե կորցնում ես քո խիղճը, քո բարոյականությունը ու քո համոզմունքը, ու դառնում ես աչքաբաց, այսինքն շուստրի, չասեմ ինչ։ Այս երբ դա դարձավ մեզ համար ազգային նկարագիր։ Ու մարդկանց համար, ովքեր նես չի որ սպեկուլյացիաներով են զբաղվում գիշեր-ցերեկ, նորմալ կիրթ մարդիկ են, հալալ քրտինքով ապրող մարդիկ են, այդ ձեր համար երբ դարավ այս սենց աչքաբաց, վատբար չասեմ, աչքաբաց մոտեցումը երբ դարավ ստանդարտ, ավելին ասեմ, ընտրություններին մասնակցում են սովորաբար ընտրողների 50%-ը, են չմասնակցողների 20%-ը, 30%-ը, որ գնան, ուղակի ոչ մի բան չան, գնան միայն նոր ուժերին իրանց քվեն տա, նոր ուժերը պարլամենտում կդառնան մեծամասնություն, նոր ուժերը պարլամենտում կլինեն մեծամասնություն, ես հələ չեմ ասում, եկեք ձայնը ինձ տվեք, մեզ տվեք, պարզ տեխնոլոգիա է, պարզ, ոչ հեղափոխությունա, ոչ մահակների տակ, ոստիկանության հետ բախումներով, բերման ենթարկվելով, ոչ մի բարդ բան չկա, այդ օրը վեր ես կանում, տնից գնում ես ընտրատեղամաս, քո բծիշկան դնում ես, մի ժամ, 2 ժամ, լավ, թող մի ամբողջ օր դա ձեզանից կլի, իսկ ընտրությունը, քվեարկությունը մի ամբողջ օր չի տևում, ենթադրենք ձեզնից դա մի օր տևի, այդ ինչ նեղություն այ մարդ, ասում եմ, մենք առանց շահադիտական մոտիվների, սկզբունքի, գաղափարի, համոզմունքի համար, սուտկաներով զբաղվում ենք այս գործով, մեր մասնագիտական ծանրաբեռնվածությանը զուգահեռ։ Դուք մի օր կարաք դրան տրամադրեք, ընդամենը մի օր, ու մենք էլ ձերփայ բանն ենք, հա ձայն կորցնողն ենք, հանգարց մեզ կարողատակ ձայնը կորի, ինձ թվում է ցանկացած մեկիդ համար այդպես մտածող, պիտի պատիվ լիներ ունենալ մեզ պես թեկնածուներ, որոնց օգտին կարանար քվեն տար, ես դրանում չեք տեսել սենց բան, միգուցե 91 թվականին, այն որ անկախության շարժումն էր, այդ ժամանակ կային խիստ առաքինի թեկնածուներ, ով եք ուզում ձեր ձայնը տակ, որ չկորի, հազար ներողություն, այդ ազգային ժողովում ձեզ համար անճանաչ բանգաբուտուլկեքին, որ Նիկոլի անվան տակ գնացե հայտնվել են ընդե, ում եք ուզում տակ, օլիգարխի շեֆությունը ճանաչող երիտասարդներին, եթե մեկը փողի առաջ շեֆ է ճանաչում, փողով շեֆ է ճանաչում, մի հատ ասեք բացի փողից ինչ կա ընդե, օլիգարխների մասն եմ ասում, բացի փողից ինչ կա, հələ այդ միլիարդները հանեք վրայից, տեսեք տակ ինչ է մնում, ինչ կա ընդե ընտրելու, բացի այդ փողից, այսինքն մարդիկ գնացել են, դարել են կուսակցական շարժման են մասնակցում, փողի, փողատիրոջ առաջ, դարել են,
համակիր կամ կուսակցական ու ասում են մենք անկախ երկիր ենք առաջնորդելու դու դուք ձեր կյանքն ու ձեր քաղաքական հայացքները չեք կարում սկի անկախ առաջնորդեք գնացեք միլիարդերի տակ եք պարկում որ կարիերա անեք դուք ինչ անկախ երկիր եք առաջ տանելու իր հարազատները հասկացա իրանց հարազատնա միլիարդեր չի կողը կանգնած են բա այն մնացածը հələ միլիարդը հանի տակը ինչ է մնում որ գնացեք կողը կայնել եք իրանց եք ընտրելու հա Էտով չգիտի որ մի հատ միլիարդերի կող որ եթաս կանգնես ախպեր գործերդ պիրուտ կնգնի այդքան շուստրիությունով չունի բայց ով ունի այդքան համոզմունք այդքան սկզբունքայնություն որ ասի արա լավ արա ես տես բան կանեմ այսքան ապրել եմ որ եթա մմիել բան անեմ տեղավորվեմ այս կամ են օլիգարխի քաղաքական շարժման մեջ Մաքուր օլիգարխիկ քաղաքական շարժում Ես իմ անունից եմ ասում Եթե սխալ եմ ասում ասեք սխալ ես ասում Այդ նոր քնակ զարթեցիք հիշեցիք որ Հայաստանը կործանվում է պետքա փրկել Հա Սա կյանքներդ մեջ քաղաքականության ամենամոտիկ կանգնած մարդկանցից եք եղել Նոր հիշեցիք, որ պետքա քաղաքական շարժում անել Հայաստանը փրկել։ Թե զակազը նորեն իջսրե։ Գոս զակազը։ Ում պիտի գնայք ընտրեիք ձեր ձայնը չկորցելու համար, որ մեր պեսներին ձայն տալելը փոխանակ պատիվ լինի։ Փոխանակ պատիվ էլի այմար պատիվ ասենց։ Հələ հիշեք մի հատ։ Հələ մի հատ հիշեք, այսօրվաներին ցույց տվի ովքեր են հիմնականում դաշտում։ Կամ փողի հետևից եթացող կամ իշխանության հետևից եթացող զանգվածներ։ Դրանից առաջ ինչ ա եղել։ Հələ հիշեք այդ падգամավորների տեխնացուներին, որ եղել են։ Սերժ Սարգսյանի օրոք, հələ հիշեք։ Ռոբերտ Քոչարյանի օրոք, հələ հիշեք։ Վազգեն Սարգսյանի օրոք, հələ հիշեք։ Հələ մի հատ հիշեք այդ տեխնացուներին։ Ու հիմա դուք սենց տեխնացու եք տեսե, ասենք մեր պես տեխնացու եք 91-ի չհաշված, 91-94-ը պրինցիպի չհաշված 95-ը։ Այդ չհաշված։ Դրանից հետո մեր պես տեխնացու եք տեսե, յանի հմիել մտածում եք կարող է ձայները փոշիանա։ Եթե տեսել եք գրեք տենամ էդ ով ա եղել։ Այդ որ ուժն ա եղել, այդ որ շարժումն ա եղել, այդ գրեք տենամ էլի։ Մենք համոզմունքի համար ենք դուրս եկել ժողովուրդ ջան, ոչ թե պրիբիլ անելու։ Մենք գաղափարի համար ենք դուրս եկել։ Եվ առնվազն բոլորին դեմի 3 հիմնական կետերից մեկը ձայներ չկորցնելու մասին է։ Իսկ եթե ավելի խորը նայեմ, էլի եմ ասում իմ անձնական կարծիքը, որ դուք ձայն ունենաք նախ, այ դրա մասին է։ Իմ պայքարը նրա մասին է, որ քաղաքացին ձայն ունենա։ Մի հատ ունենա, որ հետո նոր մտածի, կորումա թե չէ։ Այ դրա մասին է։ Եվ եթե քո ձայնը ողջամիտ, բանական, հոդաբաշկ ձայնը կորելու է, խլացվելու է այս աղմուկի մեջ, այդ թող տենց էլ լինի։ Այսքան ինչ լսելի լինելու համար մենք պիտի բառաչենք, հա, որ լսելի լինենք։ Պիտի բառաչենք, որպեսզի լսելի լինենք։ Մեր ձայնը այս աղմուկի մեջ առանձնանալու համար, աչք ծակելու համար պետք է զռանք, հա? Չէ, ժողովուրդ, մենք շարունակելու ենք հնչեցնել սկզբունքային ֆունդամենտալ փոփոխություններ առաջ բերող խոսք։ Մենք շարունակելու ենք ընդգծել, որ մինչև համակարգային փոփոխություններ չլինեն, երկրում ոչինչ չի փոխվելու։ Կարող եք ինքնախապեյությամբ շարունակել քվեարկել, ամեն քվեարկությունից 1 տարի հետո էլ անիծել ձեր բախտը ու ձեր արած ընտրությունը։ Կարող եք այսպես շարունակել։
Եվ կարող եք այլ տարբերակ ընտրել։ Կարող եք ընտրել մեզ։ Համոզված, որ մենք ձեր ձայնը, որ մենք ձեր ձայնի արժեքը գնահատում ենք, որ մենք պայքարում ենք, որ դուք ձայն ունենաք, նախ ձայն ունենաք, ու այդ ձեր ունեցած ձայնը այդ չկորի, ոչ միայն այս ընտրություններին, այլ հնարավոր բոլոր ընտրությունների ժամանակ, ձեր ձայնը չկորի։ Իմ դարդը եղել է, որ երկրում 5 տարին մեկ ընտրություն լինում, համապետական մասշտաբի, այնինչ առնվազն 2-3 համապետական ընտրություն պիտի լիներ 4 տարվա ընթացքում, որպեսզի լիներ ընտրություն անելու, ընտրության գնալու, քարոզարշավ կազմակերպելու եւ ժողովրդին հաշվետու լինելու մշակույթ, քաղաքական մշակույթ։ Երբ որ 5 տարին մեկ է ընտրություն դնում, ոչ իշխանությունն է սովորում հաշվետու լինել, ոչ ժողովուրդն է սովորում գնալու քաղաքական ընտրություն անել, մշակույթ չի ձևավորվում։ 5 տարին մեկ ընտրություն անելով չկա երկրում, չի կարող լինել քաղաքական մշակույթ։ Բայց այս ամեն ինչը սկսելուց առաջ այս ընտրությունների համար բոլորին դեմ եմ շատ պարզ ու մի քանի հիմնական ընտրական համակարգը փոխող սկզբունքները առաջ բերել, որոնցից մեկն եմ հիմա թվարկում, նշում։ Մեկը շեմը ընտրական իջեցնել 1%, որ մարդկանց ձայնը չկորի։ Ու եթե իրոք դուք սրտացավ եք ձայները կորելու հարցում, ապա ուղղակի գնացեք եւ ընտրեք բոլորին դեմ եմ նախաձեռնության կամ քաղաքական շարժման կամ կուսակցության քվեաթերթիկը։ Ընտրեք բոլորին դեմ եմ։ Ու ձեր ձայնը ոչ այս ընտրությանը, ոչ մնացած բոլոր ընտրություններին չի կորի, որտեղ դա բարոյականության ընտրություն է, գաղափարի ու համոզմունքի ընտրություն է, ոչ թե տենանք ոնց անենք, որ տրիբիլով դուրս գանք այս ամեն ինչից։ Թերևս այսքանը, ովքեր ուշ են միացել, խնդրում եմ անպայման այս ուղիղ եթերը դիտեք սկզբից, անպայման դիտեք սկզբից, կհանդիպենք վաղը։ Շնորհակալություն, բարի գիշեր։